Արցախի ազգային ժողովը պատրաստվում է դիմել Շվեյցարիայի կառավարությանը միջնորդություն ստանձնելու եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու նպատակով։ Հայտարարությունը, որ այսօր տարածվել է Արցախի օրենսդիրների անունից, նախորդում է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում հաջորդ շաբաթ սպասվող քննարկումներին։ Օրակարգում լինելու է միջազգային վերահսկողությամբ կամ միջազգային հիմնական խաղացողների երաշխիքներով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջև երկխոսության հաստատման, ինչպես նաև հայերի ապահով վերադարձի հարցերը։ Արցախի խորհրդարանի ներկայացուցիչները նախ ակնկալում են, որ քննարկումների արդյունքում բանաձև ընդունվի, հետո արդեն Շվեյցարիայի կառավարությունը կոնկրետ քայլերի դիմի։ Եթե ինքը պարլամենտը նման որոշում է կայացնում, ապա հերթական քայլը դա պիտի լինի, որ պետք է միջազգային քննարկում այդպես նախաձեռնվի, որտեղ հենց որոշման հիմքում դա է դրված, որ միջազգային քննարկում նախաձեռնվի եւ արցախայցյան հավաքական վերադարձի հետ կապված հարցերի անդրադարձ լինի, այսինքն բնականաբար, ինչպես ասում են, մեր թիրախը դա է, մեր նպատակակետը դա է։ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձի հարցը միջազգային քննարկման առարկա դարձնելու համար ամիսներ առաջ բանաձև է ընդունել եւ Շվեյցարիայի կառավարությանը դիմել այդ երկրի խորհրդարանի ստորին պալատը, բայց մինչ օրս այդ ուղղությամբ տեսանելի քայլեր չկան։ Եթե եւս մի բանաձև էլ ընդունվի հաջորդ շաբաթ, արդեն վերին պալատում, կանտոնների խորհրդում արցախահայերը հույս ունեն, որ Շվեյցարիայի կառավարությունը արդեն կզբաղվի խնդրով։ Հայաստանի կառավարության օրակարգում արցախցիների վերադարձի հարցը չկա։ Այս պայմաններում, եթե անգամ միջազգային հարթակներում քննարկումներ ծավալվեն, ովքեր են ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Վահրամ Բալայանն ասաց, Արցախի ընտրված իշխանությունը։ Դա ավելի բարդ ճանապարհ է, ես ավելի կարճ ճանապարհը հենց Հայաստանի Հանրապետության միջոցով է դա իրականացնել, նա բարդ ճանապարհ է, բայց անհնարին ոչինչ չի լինում, եթե որոշակի աշխատանք լինում։ 2018 թվականից հետո իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոփոխվող մոտեցումներով են հանդես եկել։ 2023 թվականի ադրբեջանական հարձակումից եւ Արցախի նկատմամբ լիակատար վերահսկողությունից հետո Հայաստանի կառավարությունը որպես առաջնահերթություն խոսում է միայն Ղարաբաղի ժողովրդի հումանիտար խնդիրներից։ Իսկ թե ինչու արցախցիների վերադարձի հարցը ոչ մի հարթակում չեն բարձրացնում, իշխանության ներկայացուցիչները նույն պատասխանն են տալիս։ Դրա գործնական հնարավորությունը չկա։ Հայաստանին դիմադիր դաշտում կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հնարավորություն կարող են ձեռել միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Եվ սա միակ տեղն է, որից կարելի է բռնել եւ ղարաբաղցիների վերադարձը Ղարաբաղ հետ բերել բանակցային գործընթացի մեջ։ Մոտ մեկ ամիս առաջ ունեցած ասուլիսում այդ մասին խոսեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշելով, թե հավանականությունը փոքր է, բայց միակ ճանապարհը դա է։ Արցախի նախկին падգամավոր Վահրամ Բալայանի խոսքով արցախցիների համար ընդունելի է, որ իրենց հավաքական վերադարձի հարցը թեկուզ այդ ձևաչափով, բայց քննարկվի։ Պետք է թեմաներ լինեն, որոնց շուրջ արդեն խոսակցություն պետք է բացվի եւ արդեն խոսակցություն բացելու պարագայում դա շարունակություն կունենա։ Հենց այդպիսի թեմաներից մեկը հենց նոյեմբերի 9-ի 10-ի չնայած մեզ համար շահավետ որոշում չէր այդ, բայց ցավոք սրտի մենք հասել ենք մի այնպիսի հանգրվանի, որ այնտեղ շատ կետեր կա, որտեղ կարելի է բռնել եւ ինչպես ասում են, մեր շահը սպասարկել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արցախահայերի վերադարձի մասին խոսելը բացի իրատեսական չլինելուց նաև հակասում է Հայաստանի պետական շահերին։ Վահրամ Բալայանի գնահատմամբ Արցախի թեման շրջանցելով Հայաստանի իշխանությունը չի հասնի նրան, որ Ադրբեջանը բանակցություններում դադարի նորանոր պահանջներ ներկայացնել։